Այսօր վաղ առավոտյան Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մտել են Գյումրիի քաղաքապետարան փակել մուտքի դռները ու քաղաքապետարանի աշխատակիցներին ավագան ու անդամներին չեն թույլատրել մտնել ներս։ Քաղաքապետարանում քաշքշուկ է եղել իրավապահների ու հավաքվածների միջև։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանին իրավապահները նախ մեկուսացրել են ըստ նրա խորհրդականի։ Այդ ընթացքում հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է մեջբերում Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։ Կոմիտեն նաև տեսանյութ է հրապարակել գործի մասին։ Գյումրի համայնքի ղեկավարը եւ գլխավոր ճարտարապետը տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1 կոտորակ 9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման։ Եկել են նախնական համաձայնության քաղաքացու հետ մտնել կոռուպցիոն գործարքի մեջ, խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել։ Ավելին, կազմել շինությունն իբրև քանդված եւ նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով 4 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ գումարի կաշառք։ Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը գյումրեցիներին կոչ է արել շրջափակել քաղաքապետարանը։ 100 հոգուց ավելի զինված մտել են քաղաքապետարան, պարալիզացրել են ամբողջ աշխատանքը, ժողովրդի կանայք աղջիկներ կային, բոլորը վախի մեջ, մի ահավոր սարսափելի իրավիճակ է։ Ժողովուրդ, գյումրեցիներ, ով սիրում է իր հարգում է քաղաքը, հելեք, պաշտպանեք ձեր օրենքով օրենսդրորեն ընտրված քաղաքապետի շահերը, եկեք շրջապատեք քաղաքապետարանը, որ գործողություններ չկատարեն։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դուրս է եկել առանձնասենյակից եւ հայտարարել, որ պատրաստ է ներկայանալ իրավապահ մարմիններին Երևան։ Ինձ լսեք, ոչ եմ ամեն ինչ նորմալ կլինի, գնում են, թող նայեն, ինչ որ է, ոնց որ պետք է։ Ինչ ուզում է լինի։ Քաղաքապետարանի ներսում հավաքվածները թույլ չեն տվել Վարդան Ղուկասյանին դուրս գալ սենյակից։ Րոպեներ անց քաղաքապետարանին են մոտեցել կարմիր բերետավորներն ու ուժով մուտքի մոտից հեռացրել գյումրեցիներին եւ մտել քաղաքապետարան, սակայն Ղուկասյանի սենյակ հասնել չի հաջողվել, քանի որ այնտեղ տանող ճանապարհը փակել են քաղաքացիները։ Գյումրու քաղաքապետարանի ետնամուտք տանող դուռն է, այն բացելու համար իրավապահները ոտքով հարվածել ջարդել են։ Գյումրու քաղաքապետին իրավապահները փախցրել են ետնամուտքով եւ տեղափոխել Երևան հակակոռուպցիոն կոմիտե։ Տեղեկություններ կան, որ այսօր դատարան միջնորդություն է ներկայացվելու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին 3 ամսով կալանավորելու համար։ Գյումրու քաղաքապետը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները, նրա փաստաբանն ասել է, որ մեղադրանքի նկարագրության մեծ մասը վերաբերում է 2024 թվականի դեկտեմբեր 2025-ի փետրվար ամիսներին։ 24 թվականի համայնքի ղեկավար չէր Վարդան Ղուկասյանը, ոչ էլ 20 թվականի փետրվարի։ ԹՊ-ի տեխնացիային կամ պաշտոնակադային հարցեր, ինչու են նամբանը տեղի ունեցել 6-7 թվականից մեկն է վերաբերվում Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ընթացքում։ Գյումրու Վարդանանց հրապարակից 23 մարդու է բերման ենթարկել ոստիկանությունը։ Նրանց մեջ է նաև մեր ձևով շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը։ Բերման ենթարկվածներին հնարավոր է մեղադրանքներ առաջադրվեն։